Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, արագ-արագ պատրաստում ենք մի շատ համով խմորեղեն, անվանում են միջինքի գաթա, ինչու այդպես, որովհետև այն պատրաստում են պասի մեջ տեղում, այսինքն այս տարի մարտի 26-ին։ Հիմա ես արագ-արագ պատրաստեմ, դուք էլ տեսնեք ինչպես են պատրաստում, բայց ովքեր որ նույնիսկ պաս չեն պահում, կարող են իրենք էլ պատրաստել, շատ հեշտ է, շատ արագ է ու շատ համով է, չեք փոշմանի հաստատ, չկասկածեք։ Մեզ շատ քիչ բաղադրիչներ են պետք, բայց ստանալու ենք ընտիր խմորեղեն։ Պետք է գոլ ջուր, շաքարավազ, փխրեցուցիչ, աղ, վանիլին, ձիթայուղ եւ ալյուր։ Այսքանը խմորի համար։ Իսկ միջուկի համար, հա իմ ձախ կողմում, ձեր աջ կողմում մնացած բաղադրիչներն են կրկին ալյուր, մեղր, ձիթայուղ, ընկույզ եւ չիր։ Կարող եք նաեւ օգտագործել քունջութի կամ որևէ այլ սերմեր։ Սա իմ գոլ ջուրը։ Ջրի վրա ավելացնում եմ շաքարավազը, հետո ձեթը, հետո 4 բաղադրիչներն ենք խառնում իրար, ալյուրի վրա ավելացնում եմ փխրեցուցիչն ու վանիլինը, մի պտղունց աղ, 4 բաղադրիչներն էլ միասին լավ խառնեմ, հետո նոր ավելացնեմ արդեն ջրիկ մասայի վրա։ Շաքարավազն ամբողջությամբ ալվել է։ Ալյուրն էլ ավելացնում ենք մաղելով, որպեսզի մեր խմորը հարստանա թթվածնով ու շատ ավելի լավը լինի։ Անընդհատ խառնելով, զուգահեռ խառնելուն ավելացնում ենք ալյուրը։ Այսպիսի խմոր տեսեք, յուղոտ, շատ փափուկ, այսպիսի խմոր, ես էլ ենքան համով չիրա, սիրելի հետևորդներ, հերթով կտրատում ենք, մինչև մեր կես ժամը լրանա խմորը պատրաստելու, այնպես որ չասեք, մի անգամից միջուկն էլ սարքեմ, նոր խմորը կպատրաստեմ, որպեսզի իզուր չսպասեք։ Ավելի լավ է խմորը սարքեք, տնեք մի կողմ, մոռանաք իր մասին, մինչ այդ չիրը կտրատեք, ընկույզը կտրատեք։ 4 բաղադրիչները խառնում ենք իրար, ընկույզը, կտրատված չրերը։ Կարող եք նույնիսկ խառը լցնել չրերը, 4 զանգվածից մեզ պետք է նաև ալյուր։ Են ինչով ենք խառնում։ Ավելացնելու ենք նաև վանիլին։ Աչքաչափով։ Մնաք հիշեմ բաղադրատոմ սոհոլովակի ներքևում գրեմ, ընթացքում երևի թե չեմ ասել։ Հետո ավելացնում ենք ձիթայուղը, կրկին լավ խառնում ենք, իսկ հիմա մեղրը, մեղրի չափը հիշում եմ, մի լավ ճաշի գտալ մեղր, այ միշտ բայց ինձ ես մի հարցն է հետաքրքրել, ասում են կենդանական ծագման ոչ մի բան չի կարելի, բայց մեղրը կարելի է, չէ որ մեղրն էլ է կենդանի, մեղուն է, չէ, էսի սարքում, դա ինձ միշտ հետաքրքրել է, թե խի է, սա կարելի, մնացածը չէ։ Ընտիր։ Իսկ հիմա անցնում ենք խմորին։ Ձեռքերը ձեթոտում ենք, որպեսզի ձեռքերից չկպչի, բայց այնպես չի, որ կպչելու է։ Եթե զգուշությամբ հոգատար վերաբերվենք խմորին, չի կպչի, տեսեք, այսպես
Ոչ թե սխմում ենք այսպես մի լավ կպցնում մատերից, այ այսպես։ Գրտնակ մեզ պետք չի, որովհետև շատ փափուկ ու լավ խմոր ունենք։ Մոռացա, քիչ էր մնում մոռանայի, բա մեզ պետք է նաև մետաղադրամ։ Մոռացել, եսա բերեմ։ Սա էլ է պարտադիր ժողովուրդ, մետաղադրամը դնում ենք գաթայի մեջ ու այսպիսի մի խորհուրդ ունի, կտրելիս ում բաժին է ընկնում, համտեսելիս ում բաժին է ընկնում, նրա համար ամբողջ տարին հաջողությունների տարի է լինում։ Եթե կտրատելու ժամանակ դանակդ կպնում է մետաղադրամին, նշանակում է ամբողջ ընտանիքի համար է հաջողությունների տարի լինելու, մեր դեպքում որն էլ լինի լավ է, ում էլ բաժին ընկնի, թե դանակին, թե ընտանիքի որևէ անդամի, ընտանիքի ցանկացած անդամի հաջողություն ամբողջ ընտանիքինն է։ Կարող են նաև մետաղադրամին փոխարինող դնել, ասում եմ, փայտից պատրաստած խաչ, կարող են դնել ուլունք, որևէ փոքրիկ այդպիսի մի բան, բայց ես հենց մետաղադրամն էլ կդնեմ։ Բացում ենք, խորիզին նայում եք ու աչքաչափով խմորը այն չափի եք բացում, որ խորիզը մեջ տեղը դնելով, եզրերը հավաքելով տեղավորվի, խորիզը չթափվի, խմորը հերիքի վրա բերել։ Տադադադամ, ես էլ մետաղադրամը փաթաթում եմ յուղաթղթի մեջ կամ կարող եք սննդային ցանկացած թաղանթ օգտագործել նրա համար, դնում եմ այստեղ միտեղ ու վերջ, սկսում եմ խմորը հավաքել։ Չմեք չի ապետք։ Լավ կպցնում ենք ու պիտի շրջենք, իհարկե, որ արտաքին տեսքը սիրուն լինի։ Շատ տեսեք, շատ փամփլիկ սիրուն խմոր ունենք ու որ պատկերացնում ենք մեջին էլ էս ինչեր կա, դե արդեն պարզ է։ Զգուշությամբ ենք բացում, այնքան հարուստ տեսք ունի ինքը, մի քիչ թափանցում է ու երևում, թե ներսը, երևում է, որ ներսը լիքը բաներ կա համով։ Դե թե մետաղադրամը դբադոր է քնած էլ Աստված գիտի։ Ձևավորման համար կարող եք օգտագործել լիքը տարբեր տեսակի սերմեր։ Ով ինչ սերմեր սիրում է օգտագործել հիմնականում, չունեմ, ափսոս, չունեմ, քունջուտ կավելացնեի, սիրուն նախշեր կանեի քունջուտով, բայց դե ոչինչ, ինչ արած։ Որ հավասարաչափ թխվի, հավասարաչափ ուռչի ու մեր խմորեղենը համով լինելուն զուգահեռ նաև գեղեցիկ լինի։ Բոլոր մասերից պարտադիր ծակծկեք։ Սիրելի հետևորդներ, մեր գաթան, միջինքի գաթան պատրաստ է արդեն ջեռոց ուղարկվելուն, ջեռոցս էլ արդեն տաք է 200 աստիճանի տակ, տեղափոխում ենք սա տապակի մեջ, ծանր, տադադադամ, և այն ուղարկում ենք, աղջիաբադոք չեմ տրել, և այն ուղարկում ենք ջեռոց, գնացինք։
կթխեմ մեջտեղը։ Իսկ քանի որ ես մոռացել եմ աբադոկ դնեմ, ոչինչ, հոլովակի վերջը գոնե այդպես անեմ, էլի։ Իմ հոլովակ նկարելու պարտադիր պայմաններից մեկը միկրոֆոններին ուշադրություն դարձնելն է, որ հոլովակը նկարելուց հետո չտնամ առանց զվուկա, ու աբադոկ դնելն է, որը մոռացել եմ։ Գնացի։ Սիրելի հետևորդներ, որ իմանաք տնից ինչ անուշ հոտ է գալի, դուք էլ կպատրաստեք հենց հիմա, ու հիմա բավականաչափ թխվել է, կարող եք նույնիսկ 200 աստիճան ջերմությամբ չթխեք, մի քիչ, վաու, ես ինչ անուշ հոտ ունի ժողովուրդ, ինչքան սիրուն է, ու ավելի սիրուն լինելու համար մեզ օգնության է հասնում մեղրը, պիտի ծորացնենք մեղրը մի քիչ, քանի որ մեղրը սալված էր, պնդացած չի, էլ հալեցնելու, վաու, կարիք չկա, այսպես, բոլոր տեղերով տարածում ենք, ծորացնում ենք, սիրելի հետևորդներ ասում են, որ միջինքի գաթան պիտի թխի տան մեծը, դե քանի որ թաթուլը թխիլ չէր, ես թխեցի ու մեկ էլ մի կարևոր բան են ասում, որ այն կտրում են, առաջի կտորը գոնե կտրում են տան ամենափոքր անդամի թիկունքին, մեջքին։ Տան ամենափոքրը սրաչսը, ոնց որ թե հիվանդանում է 37 էր ջերմությունը, արդեն տստսում է, տշտշում է։ Նանը չորոտ է ծավոտի մի քիթալ մեղրնոտ է զոլի եսեմ։ Համարյա թե թխվելա ժողովուրդ։ Այսպես մեղրը ծորացնելուց հետո 2 րոպեով ընդամենը ուղարկում ենք ջեռոց։ Իսկ հիմա եկա ձեզ ասեմ մեր մնացած 2 ալիքների մասին, կարող եք բաժանորդագրվել կարոտի թևին ալիքին, կարող եք բաժանորդագրվել как живется в Շամշադինի ալիքին, 2 ալիքների հողումները կգտնեք հոլովակի ապիսենյա բաժնում, ինչպես նաև այնտեղ կգտնեք այս խմորեղենի բաղադրատոմսը, միջինքի գաթայի բաղադրատոմսը, Սա էլ մեր համեղ, սիրով պատրաստված, կարմրաթուշ, անուշաբույր միջինքի գաթան։ Ես արդեն կտրել ու համտեսել եմ, ասեմ, որ շատ համով է, իսկապես, ասում եմ ու չտիսցիկիլով թոքս կուլ տալի, որովհետև շատ համով է ստացվել, փաստորեն պարտադիր չի ամեն ինչ ավելացնենք, որ եսի մինչեր ավելացնենք, որ համով խմորեղեն ստանանք, ասում մտքիդ տեղ լինի, պուլ կմտել եղ կլինի, հիմա էսա, մտքրները մստեղ կար, պատրաստեցինք, շատ համով ստացվեց, ես որ գոհ եմ ես բաղադրատոմսից, դուք էլ կարող եք պատրաստել, ու կտեսնեք թե ինչքան համով է, կարևորը որ պատրաստեք սիրով, պատրաստեք հավեսով ու գոհացնեք ձեր ընտանիքի անդամներին։ Միջուկում կարող եք դուք ինչ չրեր որ ուզում եք ավելացնեք, երեսը կարող եք ձևավորել նուշով, ընկույզով, ինչով որ ցանկանում եք, սերմերով, քունջութով, կտավատով, ինչ մտքներովդ անցնում է։ Անվանում են միջինքի գաթա, որովհետև այն պատրաստում են պաս պահելու մեջ տեղում, այսինքն պասը 48 օր է, սա պատրաստում են 24-րդ օրը, այսինքն մարտի 26-ին ու համտեսում են։ Մետաղադրամն էլ տնանք ում բաժին կընկնի, ես որ կծեցի, բայց իմ բաժինում չկար, կտրելուս էլ դեռ դանակից չի հանդիպել,
Էս ինչ համով է։ Անմահական։ Մի բաժակ թեյի հետ, ուրցով թեյի հետ չեր խանգարի հաստատ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, այսօրվա հոլովակն էլ ավարտենք այսքանով։ Կարծում եմ ձեզ դուր եկավ, մեկնաբանություններում գրեք ովքեր են պահում այս շրջանում, այս տարի եւ ինչ պահքի ուտեստներ գիտեն։ Իհարկե շատ գիտեմ, բայց ժամանակը չի հերիքում, որ բոլորն էլ նկարահանեմ։ Ժամանակ եղած դեպքում ինչ որ պատրաստում եմ, անպայման ներկայացնում եմ ձեզ։ Շատ համովեր պատրաստեք ու չեք փոշմանի։ Ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս եւ գրեք մեկնաբանություններ։ Սիրում եմ բոլորիդ։ Մնացեք բարով։